Հրատապ ինֆորմացիա հոկտեմբերի 18-ին կայացավ Սեդրիկ Գրոլեի առաջին շոկոլադի բուտիկի բացումը։ Իսկ դե իմանալով ինչ պետք է անել ես, ճիշտ է, շտապել գնելուի շոկոլադները, որն էլ ես արեցի հենց բացման հաջորդ օրը։ Բուտիկը գտնվում է Օպերայի ավենյուի վրա իր խմորեղենի բուտիկից մի քիչ այն կողմ եւ ոգեշնչված է Շարլի Էլա շոկոլադի ֆիլմից։ Իդեպ, եթե չեք դիտել, անպայման նայեք, շատ լավն է։ Պրոյեկտի վրա նա աշխատել է 2 տարի եւ ասել, որ ամեն դետալ հաշվարկված է, ապա չասել ոչինչ։ Բուտիկը կարծես շոկոլադի աշխարհ լինի, առաստաղից կախված են շոկոլադե մրգեր, 1 պատով ամբողջությամբ շոկոլադ է ծորում, ուշադրություն 150 կիլոգրամ շոկոլադ։ Իդեպ հերթի մեջ շանս ունեցա նաև հանդիպել իրեն, դե գիտեք, իր մոտ հերթերն անպակաս են։ Համբերատար սպասեցի, գնեցի եւ եկա տուն փորձելու։ Ես վերցրեցի իր փնդուկով շոկոլադե կրեմը, սպիտակ շոկոլադով գիմովը, որը կոչվում է Սեդրիկո, եւ պեկանով կատնային շոկոլադե սալիկը։ Սալիկն ու գիմովը շատ համեղ էին, իսկ այ կրեմը ինձ հիասթափեցրեց, չէր տարբերվում շարքային շոկոլադե կրեմներից եւ ըստից չարժեր իր գինը։ Տեսականին շատ բազմազան է, ունի նաև քեքեր եւ շոկոլադապատ պեչենիներ։ Իսկ ամբողջական համտեսումը դիտեք իմ YouTube-յան ալիքում։